Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվար ամսվա հորոսկոպը առյուծ նշանի համար։ Կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, կարևոր օրերը և մոլորակների դիրքավորումը։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը պետք է նայեք ասցենդենտի նշանով ևս։ Շատ կարևոր է ասցենդենտի նշանը, քանի որ ձեզ կտա ավելի հստակ ինֆորմացիա։ Եվ եթե դուք նայեք առաջին հերթին ասցենդենտի նշանով, ապա կհասկանաք, թե ինչքան ճիշտ է աստղաբանությունը։ 1 տարի է, ինչ ես դադար էի տվել ամսական կտրվածքով հորոսկոպը ներկայացնելուն, այժմ արդեն վերսկսում եմ և յուրաքանչյուր ամիս կարող եք սպասել հորոսկոպին։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնեմ հերթականությամբ ներկայացնեմ։ Արևը մինչև փետրվարի 18-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 7-րդ տանը։ Լավ ժամանակահատված է ինչ-որ հարցեր պարզաբանելու ձեր գոլեգաների հետ, ձեր գործընկերների հետ, ամուսնու կամ կնոջ հետ, կամ գուցե ինչ-որ նոր գործարք ոմանք կունենան, սիրահարվածություն կարող է լինել, անգամ ամուսնություն, իհարկե ով նման ինչ-որ մտադրություններ ունի։ Ամսի 18-ից սկսած Փետրվարի 18-ից սկսած արևը կանցնի ձկներ նշան ձեր 8-րդ տուն և լավ ժամանակահատված կլինի զբաղվելու ինչ-որ բանկային համակարգի գումարներով, պետական համակարգի կամ ընդհանուր ընտանեկան բյուջեի հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցնելու, գուցե ինչ-որ ներդրումներ կատարելու և այլն։ Մերկուրի մոլորակը մինչև փետրվարի 6-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 7-րդ տանը, բերելով ինչ-որ փաստաթուղթ, նորություն, զանգ, նամակ ձեր հաճախորդներից, ձեր գոլեգաներից, գործընկերներից կամ ամուսին կամ կնոջից։ Ամսի 7-ից սկսած Մերկուրին կանցնի արդեն ձկներ նշան ձեր 8-րդ տուն և այդ զանգը, նամակը, նորությունը, ինչ որ Մերկուրիի թեմաներն են, կապված կլինի բանկային համակարգի հետ, պետական համակարգի հետ, ներդրումների հետ, դրանց հետ կապված ինչ որ փաստաթուղթ գուցե ստանաք, զանգ ստանաք, գուցե բանկից զանգ ստանաք, ինչ որ հարցեր լինեն եւ այլն։ Ինչպես նաև եթե ներդրումներ եք կատարում, կրկին այդ ժամանակահատվածից ամսի 7-ից սկսած այդ ամենը բարենպաստ կլինի։ Համենայն դեպս ամսի 7-ից սկսած առաջին 1 շաբաթը, հետո կասեմ ինչու չի կարելի։ Մերկուրի մոլորակը փետրվարի 26-ից սկսած հետընթաց է դառնալու, սրա հետ կապված առանձին նյութ կունենա, մանրամասն կխոսեմ ինչ է կարելի, ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում եւ ում վրա ինչպես կազդի։ Վեներա մոլորակը մինչև ամսի 10-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 7-րդ տանը, ինչպես տեսնում եք, առաջին շաբաթը, առաջին 10 օրը շատ ակտիվ է ձեր 7-րդ տունը, այսինքն ամուսնու, կին, գործընկերներ, կարծում եմ, որ ուղղակի հիանալի ժամանակ անցկացնեք ձեր սիրելիի հետ կամ ինչ-որ գումարի հետ կապված հարցեր կլինեն, գուցե ինչ-որ շահավետ փաստաթուղթ ստորագրեք գործընկերոջ հետ եւ այլն։ Մարս մոլորակը ամբողջ ներողություն այստեղ չասեցի, Վեներան ամսի 10-ից սկսած կանցնի ձկներ նշան ձեր 8-րդ տուն եւ այդ ֆինանսների թեման կապված կլինի հենց ձեր 8-րդ տան հետ, ֆինանսների հետ, որոնք դուք չեք աշխատել։ Բանկային համակարգի, պետական համակարգի ֆինանսները, ընդհանուր ընտանեկան բյուջեն, ձեր զուգընկերոջ ֆինանսները եւ այլն, ինչ որ գումարներ կլինի, գուցե օրինակ ձեր ամուսինը կամ կինը հավելավճար ստանա, այսպիսով ընտանեկան բյուջեն ավելանա եւ այլն։ Մարսը ամբողջ ամսվա ընթացքում է գտնվելու ջրհոս նշանում ձեր 7-րդ տանը, բերելով մեծ էներգիա։ Այստեղ որպեսզի Մարս մոլորակի էներգիան մի փոքր հանգստացնենք, լավ կլինի, որ զբաղվեք սպորտով, որպեսզի էներգիան գնա դեպի սպորտը, քանի որ հավանականություն կա, որ ամսվա ընթացքում վիճաբանություն կլինի ամուսնու կամ կնոջ հետ, գործընկերների հետ։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել սիրելի առյուծներ խեցգետին նշանում ձեր 12-րդ տանը հետընթաց դիրքով 17-ից 15 աստիճան շարժվելով։ Պատրաստվում է կարծես ձեզ Յուպիտեր մոլորակը, որովհետև արդեն այս տարվա հունիս ամսից, թե հուլիսից չեմ հիշում, անցնելու արդեն 1 տարով ձեր առաջին տուն եւ մեծ հաջողություններ է ձեզ բերելու։ Իսկ Յուպիտերը 12-րդ տանը լավ ժամանակահատված է, որպեսզի անցնեք ինչ-որ մերսման կուրս, զբաղվեք ձեզնով, ազատվեք այն ամենից, ինչը ձեզ պետք չէ։ Յուպիտերը 12-րդ տանը նաև լավ է նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել արտերկիր բնակության։ Սատուրն մոլորակը ամսի 14-ից սկսած 2.5 տարով անցնելու է խոյ նշան։ Իսկ խոյը սիրելի առյուծներ ձեր 9-րդ տունն է։ Եվ Սատուրնը կարծես այս 2.5-3 տարիների ընթացքում իր սահմանափակումները գուցե ձեզ բերի կապված 9-րդ տան հետ, գուցե ինչ-ինչ պատճառներով, օրինակ ավելի քիչ մեկնեք արտերկիր կամ ինչ-որ դժվարություններ առաջանան կրթության համակարգում, բարձրագույն կրթության համակարգում, գուցե ինչ-որ դժվարություններ լինեն
կապված թորնիկների հետ։ Իհարկե Սատուրնը 9-րդ տանը հնարավոր է ձեզ այս 2.5 տարվա ընթացքում թորնիկ բերի, հա, դա եւս պատասխանատվություն է կարծես ձեզ համար։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, շարժվելով 4-ից 7 աստիճան։ Աղեղնավորը, սիրելի ընկերներ, ձեր 5-րդ տունն է։ Եվ սև լուսինը 5-րդ տանը հնարավոր է ինչ-որ վախեր, անհանգստություններ, լարված ինչ-որ իրավիճակներ բերի կապված երեխաների հետ, եթե կա սիրավեպ, ապա զուգընկերոջ հետ, եթե կա բիզնես, ապա բիզնեսում։ Այնպես որ զգուշ եղեք, մի տրվեք գայթակղություններին, եթե ինչ-որ իրավիճակներ են լինում, որը կարող է հանգեցնել վիճաբանության, փորձեք հանգստանալ, հասկանալ, որ դա սև լուսինն է անում եւ ուղղակի պետք է մի փոքր դիմանալ հա դրան եւ ամեն ինչ ինքնուրույն կանցնի։ Նեպտուն մոլորակը անցնում է խոյ նշանում է, հա, այս ամսում շարժվելու է 0-ից 1 աստիճան, բայց շատ կարևոր միացում ենք ունենալու Նեպտունի եւ Սատուրնի խոյ նշանում 0 աստիճան, սա կարծես նոր սկիզբ է ձեզ տալու, սիրելի ընկերներ, նման միացում շատ հազվադեպ է լինում, մոտ 30 տարին մեկ անգամ, հա, եւ այս միացումը լինելու է խոյ նշանի 0 աստիճանում ձեր 9-րդ տան, 9-րդ տունը դա բարձրագույն կրթությունն է, այն ամենը ինչը կապված է արտերկրի հետ, արտասահմանի հետ, այնպես որ ինչ-որ նոր մնայուն, կայուն սկիզբ է ձեզ համար լինելու, եթե կային ինչ-որ երազանքներ կապված բարձրագույն կրթության հետ, արտասահմանի հետ, կարծես այդ երազանքները Սատուրնը օգնելու է եւ կարգավորելու է, հա, թե ինչ պետք է, կարծես ասելու է ձեզ, ինչ պետք է անեք, որպեսզի ձեր երազանքներին հասնեք, հստակ կոնկրետ քայլեր եք ունենալու։ Այս իհարկե այս կոնկրետ միացումը լինելու է փետրվարի 20-ին, բայց կապ չունի, գուցե արդեն 1 ամիս, 2 ամիս առաջ զգացել եք եւ առաջիկա առասարակ տարվա ընթացքում հնարավոր է զգաք, քանի որ երկուսն էլ դանդաղ ընթաց մոլորակներ են, հատկապես Նեպտունը, եւ այդ ազդեցությունը երկար կլինի, բայց ճշգրիտ միացումը կլինի փետրվարի 20-ին։ Հաջորդը անցնենք, Պլուտոն մոլորակը շարունակում է գտնվել ջրհոս նշանում, այս ամսում շարժվելով 3-ից 4 աստիճան, սա ձեզ համար կարևոր է, քանի որ ձեր դիմացի տանն է գտնվում, Պլուտոնը կարծես ամեն ինչ քանդում է եւ նորն է կառուցում, հա, կամ կարծես ձեզ ուղղակի փորձում է հասկանալ, հա, ձեր հարաբերությունները օրինակ ամուր են թե ոչ, եթե ամուր են, ամուր կմնան, եթե կան ինչ-որ անհարթություններ, կարծում եմ, որ Պլուտոնը այդ ամենը ուղղակի կվերացնի, նույնը վերաբերում է նաև գործնական հարաբերություններին։ Բոլոր այն առյուծները, ովքեր ասցենդենտով են առյուծ եւ ասցենդենտը գտնվում է 3-ից 4 աստիճանում, ապա սիրելի ընկերներ, Պլուտոնը այս ամսում ձեզ վերաբոլորից շատ կազդի եւ ովքեր ծնվել են հուլիսի 26-ին, 27-ին։ Այս օրերի ծնվածները եւս Պլուտոնի ազդեցությունը այս ամսում բոլորից շատ կզգան։ Անցնենք առաջ, այստեղ հա ունենալու ենք լիա լուսին փետրվարի 2-ին, որը մի քանի օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, սա շատ կարեւոր լիա լուսին է, սիրելի առյուծներ, քանի որ հենց ձեր առաջին տանն է լինելու 13 աստիճանում։ Այսինքն այն առյուծները, ովքեր ծնվել են ամսի 5-ին։ Ամսի 4-5-6, հա, միշտ նկատի ունեցեք մի օր առաջ հետո ձեզ համար շատ կարևոր է լինելու այս լիալուսինը, ինչ որ փոփոխություն է լինելու, իսկ լիալուսինը դա պարզություն է, հստակ որոշում է, վերջնական կետ է, հա, ինչ որ նորություն գուցե իմանաք ձեր ամուսնու կամ կնոջ մասին, գործընկերոջ մասին, քանի որ առաջին տանն է լինելու, առասարակ առաջին տունը բոլոր ոլորտները իր մեջ ներառում է, հա, հնարավոր է առողջական ինչ որ հարցեր լինեն, այստեղ արդեն պետք է ոչ միայն առաջին տունը նայել, այլ նաև նայել, թե որ ասցենդենտով դուք ինչ նշան եք եւ այդ երկու համադրության մեջ արդեն բարձ կլինի, թե կոնկրետ որ ոլորտում է լինելու այս լիալուսինը։ Եվ իհարկե ովքեր ասցենդենտով են առյուծ եւ ասցենդենտը գտնվում է առյուծի 12, 13, 14 աստիճաններում։ Ձեզ վրա եւս բոլորից շատ կազդի այս լիալուսինը։ Այստեղ կարծես ամեն ինչ նշեցի, հա, ունենալու ենք նորալուսին, այսօրը լինելու է արևի խավարում ջրհոս նշանի 29 աստիճանում։ Արևի խավարումը 2 շաբաթ չի ունենում իր ազդեցությունը, այլ ամենակիչը 3 ամիս, նշված օրից 3 ամիս առաջ եւ 3 ամիս հետո։ Այսինքն այս խավարումը հնարավոր է օրինակ ոմանք զգացել են դեկտեմբերի 17-ին մի 2 օր առաջ հետո, հա, հունվարի 17-ին կրկին մի 2 օր առաջ հետո եւ առաջիկա ամիսներին հնարավոր է այն զգացվի։ Այստեղ, քանի որ ջրհոսի 29 աստիճանում է լինելու, բոլոր առյուծները ում ասցենդենտը գտնվում է 29 աստիճանում, այս խավարումը ձեզ նոր սկիզբ է բերելու եւ ովքեր ծնվել են ամսի 20-ին, 21-ին, օգոստոսի 20-21-ի ծնվածներին եւս իր փոփոխությունները, իր նորությունն է բերելու այս նորալուսինը, կարծես նոր ինչ-որ էտապ է լինելու, գուցե ամուսնանաք, գուցե ամուսնալուծվեք, նոր գործընկեր ունենաք, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, համենայն դեպս նոր էտապ է գալու ձեր կյանք։ Այժմ խոսեմ լարված օրերի մասին։ Լարված օր ենք ունենալու փետրվարի 8-ը,
Ուրանը եւ Վեներան 90 աստիճանի անկյուն են կազմելու, սիրելի ընկերներ, զգույշ եղեք այսօրը, ինչ որ գործարքներ մի կնքեք, հարաբերություններ մի բարձեք։ Փետրվարի 9-ը Մերկուրին եւ Սև Լուսինն են 90 աստիճանի անկյուն կազմելու, այն ինֆորմացիան, որը ստանաք, միանգամից այդպես մի վրթովեք, լավ ուսումնասիրեք եւ առհասարակ ձեր խոսքին շատ զգույշ եղեք, ինչպես նաեւ փաստաթուղթ ստորագրել ցանկալի չէ այսօրը, եթե ստիպված եք ստորագրել, լավ ուսումնասիրեք ամեն ինչ։ Լարված օր կլինի փետրվարի 15-ը, մի քանի օր առաջ հետո եւս արևը եւ ուրանն են 90 աստիճանի անկյուն կազմելու։ Զգույշ եղեք, սիրելի առյուծներ, հնարավոր է այս ժամանակահատվածում ինչ որ խնդիրներ լինեն, օրինակ հոսանքների հետ կապված կարող է խնդիրներ լինեն կապված ավիացիայի հետ, այսինքն եթե օրինակ պլանավորում եք այս օրերին գնալ ինքնաթիռով որևէտեղ, շատ զգույշ եղեք, առհասարակ եթե հնարավորություն կա, մի գնացեք այս օրը եւ մոտակա օրերին ինքնաթիռ մի նստեք, ինչպես նաեւ հնարավոր է բնական աղետներ լինեն։ Մարտի ներողություն, ամսի Փետրվարի 27-ը Մարսը եւ Ուրանն են 90 աստիճանի անկյուն կազմելու, կրկին շատ լարված ժամանակահատված է, սիրելի ընկերներ, քանի որ հատկապես սա ոչ միայն ձեզ վրա կարող է ազդել, այլ նաեւ ձեր ամուսնու կամ կնոջ, եթե ունեք, այնպես որ նրանց եւս տեղյակ պահեք, կրկին, մեքենաներին, ճանապարհներին շատ զգույշ եղեք, սուր կտրող ցակող գործիքների հետ, կրակի հետ աշխատելիս, քանի որ վտանգավոր իրավիճակ է, նման հարցեր կարող է լինել, հրդեհներ անգամ կարող են լինել։ Այնպես որ դուք տեղեկացված եք, ավելի զգույշ կարծում եմ, որ կլինեք։ Այսքանը, սիրելի առյուծներ, կապված փետրվար ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Դե ինչ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։